Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնում այսօրվա իմ հյուրն Պարուսույց Պարուհի Իրեն դանս ստուդիոյի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Իրեն Ուլիխանովա։ Շնորհակալ եմ, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու, ձեր հյուրը լինելու։ Ես եմ շատ ուրախ, Իրեն ջան, շատ ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք մի կարգի, այնց հավեսով զրույց ենք ունենալու։ Կուզեմ մի փոքր պատմես քո մասին։ Կարճ, համառոտ այնց։ Հայաստան, Երևան սովորել, ավարտել եկանք։ Պատմեմ, դե կարծում եմ իմ պարային ուղին է հետաքրքիր ավելի շատ, քանի որ ծնվել եմ Երևանում, իմ գեղեցիկ ընտանիքում, և սկսեմ պարային ուղղությունից, սովորել եմ Պուշկինի անվան դպրոցում, դա էլ ասեմ, սովորել և ավարտել եմ Պուշկինի անվան դպրոցը և 15 տարեկանում որոշել եմ, որ պետք է գնամ պարի, ուղղակի պարելու նպատակով։ Եվ 15 տարեկանում որոշեցի, որ պետք է գնամ Սոֆի Դևոյանի մոտ, որովհետև հենց այդ պահին հեռուստատեսությամբ ցույց էին տալիս իր գովազդները ու այդ պարային ոճը ինձ շատ դուր էր եկել եւ ասի հենց ուզում եմ ստեղ գնամ։ Եվ գնացի պարի եւ հասկացա, որ Իրենը գտավ իրեն ամբողջությամբ, ես հասկացա, որ պարը դա հենց այն աշխարհն էր, որը պակասում էր իմ կյանքում, որպեսզի ես լինեի լիարժեք։ Եվ պարելով Դևոյանի մոտ, սովորելով, լինելով պարի և հոգու թատրոնի մենապարուհին, հետո տարիներ անց նաև փորձավարը, նաև ընդունվեցի, որպեսզի բարձրագույն կրթություն ունենամ, քանի որ մեր ընտանիքում բոլորը ունեին բարձրագույն կրթություն եւ պարտադում էին լավ ուզում ես պարես պարի, բայց պետք է ունենաս բարձրագույն կրթություն։ Միանշանակ համաձայն էր եւ ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բալետմեյստերական բաժինը։ Այն ավարտեցի գերազանց, կարմիր դիպլոմով, աշխատել եմ, դասավանդել եմ, պարել եմ Հայաստանում, չգիտեմ, ես գտել եմ ինձ, ես հասկացել եմ, որ ես առանց պարի ես չեմ լինի։ Քո էությունն է, քո կյանքը։ Այո, նույնիսկ գիտեք իմ կերպարը փոխվեց, իմ սանրվածքը փոխվեց, ես որոշեցի, որ ես ուզում եմ մազերս կարճ կտրել, որով որ առանձնացա մի տեսակ մարդիկ ինձ սկսեցին առանձնացնել ամբողջ խմբից ճանաչելով, որ են կարճ մազերով, Սոֆի Դևոյանի մեջի կարճ մազերով աղջիկ, տենց էին ասում, Սոֆի Դևոյանի մեջի կարճ մազերով աղջիկ, օքեյ։ Տենց պարը փոխեց ինձ ամբողջությամբ եւ իմ կյանքը։ Քո փաստորեն ամենաառաջին ուսուցիչը Սոֆան ա եղել, թե այո, ինստիտուտում։ Չէ, Սոֆի Դևոյանն ա եղել իմ առաջին ուսուցիչը, ինստիտուտ, հետո գնացի արդեն շարունակելու եւ մասնագիտանալու։ Շատ դու գիտես, որ ես շատ մտերիմ եմ Սոֆայի հետ, իր ընտանիքի հետ, ու իրան ես գիտեմ, գիտես, այն թվերի, որ դեռ Էդվարդ Մանուկյան կար, լսած կլինես իր մասին, դա Էդվարդ Մանուկյանն էր, բարի պետական անսամբլի դադորեններ, թե գլխավոր բալետմեյստերը, թե մի խոսքով ամեն ինչ դեր, հետո եղավ Ազատ Հարիբյանը, հետո նոր Պանդուշ Խանամիրյանը, դες փոխվեցին։ Այդ թվերից ես Սոֆային գիտեմ ու մինչև այսօր։ Իդեպ իմ կուրսղեկը մանկավարժականում եղել է Վանուշ Խանամիրյանը, ժողովրդական պարերի եւ կուրսղեկս էր եւ մեզ դասավանդում էր, այո, ժողպար էր։ Այո, հետո Ֆրունզե Ելինյանը եղել է դասական պարի մեր դասախոսը, ես շատ ու շատ լավ դասախոսներ եմ ունեցել։ Թե դու նաև այստեղ այդ լավ ստուդիո ունես եւ շատ լավ կադրեր ես տալիս ու շատ լավ հետաքրքիր համերգներ ես կազմակերպում։ Ես կուզեմ մի փոքր քո այդ ստուդիոյի մասին խոսես։ Որ տարիքից են գալիս, ինչ եք դասավանդում, ոնց է, ինչ պարեր, ինչ ոճի, ինչ պատմի։ Այո, առաջին քայլը, երբ եկանք Միացյալ Նահանգներ, շատ դժվար էր ստեղծել զրոյից ինչ-որ մի բան, մի տեղ, որտեղ որ քո մասին շատ քիչ գիտեն կամ նույնիսկ չգիտեն։ Ես որոշեցի, այո, հիմնադրել Իրեն դանս ստուդիո,
ունեցել եմ 3 աշակերտ սկզբում։ Սկսել եմ 3 աշակերտով, 3-ն էլ այն մարդիկ էին, ում ծնողները ինձ Հայաստանից գիտեին։ Եվ հետո հետագայում արդեն բավականին շատ աշակերտներ ունեմ, 2 քաղաքներում է գտնվում Իրենդան ստուդիոն, մեկը Գլենդելում, մեկը Նորթ Հոլիվուդում։ Ընդունելությունը 3 տարեկանից է, 3 տարեկանից ընդունում ենք աշակերտների, այնպես է դասավորվել, որ հիմա ինձ մոտ միայն աղջիկներ են, տղաների խումբ չունեմ, նույնիսկ իմ տղան չի պարում, իմ մոտ միայն աղջիկներ են, ծրագիրը անընդհատ փոփոխվում է, հիմքը այո հայ ժողովրդական պարերն են, բայց յուրաքանչյուր տարի երբ տալիս ենք համերգներ, փորձում եմ ոճային կրթել երեխաներին, որ տարբեր ոճերի ծանոթ լինեն, լինում է, որ տարբեր ազգերի պարերով ենք հանդես գալիս, այո, օրինակ եկող տարի լինելու է ավելի ջազ, մոդեռն, contemporary, լինելու է հիփ-հոփ, բայց հայկականը պարտադիր միշտ կա ծրագրում։ Այնպես որ փորձում եմ, որպեսզի երեխաները ընդհանուր պարային կրթվածություն եւ ինֆորմացիա ունենան տարբեր ոճերից։ Այդքանը։ Իրա ջան, հաճախ ես լինում Հայաստանում։ Ու գիտես ինչ եմ ուզում ասեմ, թե որ գնում ես գործով ես գնում, ընկերներիդ կարոտնա, թե հայրենիքն ես կարոտում, շատ ուզում ես սրա։ Վայ, այդ հարցը իմ ամենացավալի տեղն է Հայաստանը, ուրեմն ես տարին 1 եմ գնում Փառք Աստծո, ամեն տարի Փառք Աստծուն, որովհետև ես գիտեմ, թե դա ինչքան դժվար է այստեղ գտնվելով, նույնիսկ եթե կարող ես թղթերի հետ կապված խնդիր չունես, դա էլի համարվում է բարդ, որովհետև այստեղ ովքեր որ ապրում են գիտեն, թե ինչ դժվար է։ Էլ չեմ ասում այն մարդիկ, ովքեր որ հնարավորություն չունեն գնալու Հայաստան, ես ինքս այդ հոգեվիճակը մարդկանց տեսնում եմ, որովհետև երբ ես գնում եմ Հայաստան, ես միշտ փորձում եմ այն բոլոր վայրերը, այն բոլոր տեղերը, որտեղ գնամ, միշտ story-ով կամ չորչիկ վիդեոներ եմ անում եւ գցում եմ Instagram եւ Facebook, որպեսզի մարդիկ տեսնեն իրենց սիրելի քաղաքը, Երևանը, չգիտեմ, տարբեր օրինակ, մեկ ասում է Իրեն ջան, մեկը գրում են, Իրեն ջան, որ խնդրեմ կգնաս Բանգլադեշ, չգիտեմ, B1 թաղամաս։ Պատվերներ եմ արդեն ընդունում։ Եվ տարին 1 գնում եմ Հայաստան, ես ասում եմ, ես ներկայացնում դա ասենց, ես գնում եմ Հայաստան առողջանալու, ես գնում եմ ստանալու իմ դեղը, իմ հոգու դեղը, որովհետև Ֆիզիկավորվում ես գալիս ես։ Այո, ճիշտ է, ես Միացյալ Նահանգներն էլ եմ շատ սիրում, որովհետև եթե ապրում ես միտեղ, չես կարող չսիրել, նախ պետք է սիրես, որպեսզի դու լավ զգաս քեզ, եթե դու ստեղ ես ապրում ու չես սիրում, էլ ինչի ես ապրում։ Բայց Հայաստանը, չգիտեմ, 35 տարի ապրել եմ Հայաստանում եւ ամեն ծառը, ծաղիկը, քարը, խոտը, ասենց ամեն ինչ ինձ հարազատ է։ Ես ամեն տարի գնում եմ, որպեսզի հոգիս բուժեմ։ Լավ, իսկ Հայաստանում մտադիր չես մի հատ համերգ տալ ձեր ստուդիոյով, մենահամերգ։ Գիտեք, ես մի քիչ իմ համար դա մի քիչ բարդ գործընթաց է, որովհետև դա ֆինանսների հետ է պայմանավորված։ Ճիշտ է, մեր իմ գոլեգաները անում են խմբերը, գնում են Հայաստան եւ իմ պարագայում ես դա դեռ չեմ պատկերացնում, որովհետեւ ծնողները չեն օգնում գնալու։ Դե օգնելը գիտեք ոնց է, շատ հարաբերական է, որովհետեւ մի ծնող կարա իրան թույլ տա, մյուսը կարա թույլ չտա, մյուսը թուղթ ունի, մյուսը հնարավորություն չունի։ Այնքան այդ ամեն ինչ այնքան խառն է, որ նույնիսկ չեմ էլ մտածել դրա մասին։ Ես հակառակը, ես ներկայացում էի բեմադրել իմ փոքրիկ Երևան, որով որ բոլորին տարա Երևան եւ իմ խմբերին Երևան։ Հիմա գովազդի եմ ուզում ասեմ, դրանից հետո ուզում եք այդ ծրագրի մասին խոսել, քիչ ավելի մանրամասն։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը ինձ համար շատ սիրված, շատ հարգված, շատ տաղանդավոր մի մարդու հետ, Իրեն Ուլիխանովայի հետ, գովազդ ARTN-ի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com, քայլ երկրորդ՝
սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ 3. Ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ 4. Լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Իրեն Ուլիխանովայի հետ։ Իրեն ջան, ուրեմն քո ծրագրի մասին պատմի, թե ինչ էի կարել, ոնց էի կարել։ Շատ հետաքրքիր նախ թեմա է, շատ հետաքրքիր վերնագիր է, ու սպասվում է, որ շատ հետաքրքիր անկեղծ բան պետք է եղած լինի։ Այո, քանի որ ասում եմ, ես տեսնելով մարդկանց կարոտը, ովքեր որ հնարավորություն չունեն գնալու Երևան, գնալու Հայաստան, այդ գաղափարը առաջացավ, որպեսզի իմ հաջորդ պարային համերգ ներկայացումը լինի Երևանի մասին։ Եվ բեմադրությունները շատ գեղեցիկ բեմադրված էր երևանյան տեսարաններով, կերպարներով, տաքսիստներ եւ այլն, եւ ուզում ասեմ, շատ կոլորիտային Երևան էինք ստացել, եւ ուզում եմ անպայման նշել Վահագին, որովհետեւ ես արել էի պարային մասը, ռեժիսուրան եւ ամբողջ էկրանի ձևավորումը, այսինքն բոլոր վիդեոները, բոլոր այդ որ sense տեսարանները, ամբողջ Երևանի այդ էմոցիան, այդ ամեն ինչը ստացել էր Վահագը։ Մենք ամիսներ ենք աշխատել այդ ամեն ինչի վրա, ես իմ ստեղծագործական առումով բեմադրական, բայց Վահագը այն որ sense չգիտեմ, եթե չլիներ, ես կարծում եմ, որ ես չէի կարողանա։ Ես այդ հարցը նախատեսել եմ, որ Վահագը քեզ օգնում է, թե դու ես իրան օգնում։ Մենք երկուսս էլ, հա, ոնց եք դուք ու Տիկին Մելանը տեցել ենք։ Մենք երկուսս էլ իրար օգնում ենք շատ, ինքը ինձ շատ է օգնում, իրա օրինակ ինքը շուտով ստենդափ պետք է ունենա եւ այդ ստենդափին ես ինչով որ կարողանում եմ իմ հնարավորությունների սահմանում փորձում ես էլ իրան օգտակար լինել, օգնել։ Նոր ծրագիր պատրաստում եք լոսով ելույթ ունենալու։ Այո, ես տարին գրեթե տարին մեկ Էլի տես թեմատիկ բան եք պատրաստում։ Միշտ չէ, այս թեմատիկը այս առաջին անգամ էր, որ sense մեծ ոնց որ թեմա ներկայացում էր ինքը։ Երկրորդ, այս հաջորդը որ պետք է լինի, առայժմս դեռ, ես չգիտեմ, առայժմս դեռ բեմադրություններն եմ անում, դեռ ոճային գիտեմ ինչ եմ ուզում, բայց թե վերնագրային, թե դա կլինի ներկայացում, դեռ չգիտեմ, այսինքն դեռ սկսել եմ ուղղակի բեմադրություններ անել, բայց հաջորդ տարի հաստատ 26 թվական համերգ սպասվում է։ Ես գիտեմ, որ դու նաև բանը հարսանեկան այդ միջոցառումների բաներն ես պատրաստում, հարսի պարն ես, չէ, պատրաստում։ Այո։ Այսինքն հարսը կարող է կոմոդ գա, որ գեղեցիկ բեմադրես հարսանեկան այդ պարը, հարսի պարը։ Անում ես, չէ, տենց բան։ Անպայման, ոնց չեմ, ես դեռ դա Հայաստանից եմ անում, ես դա անում եմ երևի թե մոտավորապես մի 20 տարի է ինչ անում եմ Հայաստանից, հետո տեղափոխվեցինք ստեղ, երբ որ տեղափոխվեցինք, ստեղ չէին պարում հարսիպար։ Հարսիպար պարել են այն մարդիկ, ովքեր որ նախկինում պարել են եւ ուղղակի տենց սիրուն պարով են։ Մեկ էլ մի քանի տենց Հայաստանից եկածներ, ովքեր որ հարսիպար պարում էին Հայաստանում կամ տեսել էին շատ։ Իսկ հիմա արդեն այդ համատարած այդ հարսիպարը կա եւ ես շատ ուրախ եմ, որ այդ մոդան կոպիտ ասած Հայաստանից բերեցինք Միացյալ Նահանգներ։ Այո, հարսանեկան բոլոր միջոցառումների համար նախատեսված ցանկացած իվենթի կազմակերպմամբ եւ գեղարվեստական մասով եւ Ամեն ինչը դուք կազմակերպում եք, պատրաստում։ Այնպես չի որ ծաղիկը ես եմ սարքում դիզայնում, բայց մենք համագործակցում ենք լավագույն
մասնագետների հետ, այո, ապահովում եմ եւ ինչպես պարերը, այնպես էլ նաեւ Վահագը վարում է ամեն ինչ որ պետք է։ Շատ լավ, շատ աշխատասեր ընտանիք եք, շատ լավ, հրաշալի է ու գովելի է։ Դու եղել է որ դու ես պարել հարսի հետ, ասենք այդ խմբի հետ։ Չէ։ Ես դեռ Բայց այդ տղայի հարսանիքին կարծեմ դու էլ չես պարել։ Հա, ես ժամանակ կար որ պարել եմ իհարկե, բայց հետո ոնց որ մի քիչ մեծացա։ Չէ։ Մի քիչ մեծացա, չեմ պարում հարսանիքներին, չէ, հիմա այստեղ չի եղել, մի հատ շատ հետաքրքիր պարային համար կա, բայց ես այստեղ չեմ արել, այդ ժամանակ ես պարտադիր եմ պարում, դա սեգվեյների վրա է, ես հետո կցուցադրեմ, ձեզ կուղարկեմ, որպեսզի դուք տեսնեք, ուրեմն ինքը շատ բարդ կառուցվածք ունի այդ հագուստը եւ պարը եւ միշտ երբ այդ պարային համարը կատարում են ես պարտադիր պետքա պարեմ որ հսկեմ մնացած իմ պարողներին որ հանկարծ ոչ մեկ չընկնի կամ չխնդիր չլինի հա Երբ Իրեն ջան հիմա նորից մեր գովազդի ժամանակը տեսար ոնց թռավ Էս ինչ լավ Հիմա նորից ասենք գովազդի որից հետո կշարունակենք մեր զրույցը Սիրելի բարեկամներ գովազդ ERTN-ի եթերով որից հետո Իրեն Ուլիխանովա Գովազդը արդեն եթերում։ Armflix մեդիա հարթակը շարունակում է նոր նախագծերով իր հաղթարշավը, նաև ձմեռային եթերաշրջանում։ Դեկտեմբերի 1-ից ամեն երկուշաբթի եւ կիրակի Armflix-ում շարունակվում են սիրված եւ սպասված դասամիջոցի նոր սերիաները։ Երեքշաբթի եւ հինգշաբթի Armflix-ում մեկնարկում է Միացյալ Նահանգներում նկարահանված Նմանակները նոր հումորային սերիալը։ Կայսրության թևերը 2 նոր հեռուստասերիալը նկարահանված 3 մայրցամաքներում դեկտեմբերի 1-ից կարող եք դիտել ամեն չորեքշաբթի միայն Armflix-ում։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Armflix-ում շարունակվում է Vendetta հեռուստասերիալը բարձր ռեյտինգներով, անհավանական զարգացումներով, լարված ու դրամատիկ սյուժեով։ Դեկտեմբերի 1-ից օրական մի քանի նոր կոնտենտ դիտում եք միայն Armflix հարթակում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Իրենի հետ։ Իրեն ջան, տեսանյութեր եմ տեսել, որ դու ինչ-որ ներկում ես, չգիտեմ, ինչ էիր անում, այդ ինչ էր նշանակում, ես դից Մասնագիտությունս փոխել եմ ամբողջությամբ, ներկարարությամբ էի զբաղվում։ Հա, ներկում էիր, ինչ-որ բաներ էի ներկում շատ Այո, մի գաղափար է առաջացել հենց հարսերի հետ աշխատելիս, իդեպ ասեմ, դա շատ կարևոր ինֆորմացիա, որտեղ երբևէ չեմ մտածել, որ կարողա Պարիզ բացի ուրիշ մի բան էլ անեմ, ինչ որ մի ուրիշ գործունեություն ծավալեմ։ Ուրեմն, երբ գալիս էին ինձ մոտ հարսերը եւ ես տեսնում էի, թե իրանք ինչպես էին անընդհատ ես չեմ ուզում ոչ մեկի գործը վատաբանեմ, բայց ուղղակի ոնց որ ուրիշ տարբերակ չունեին, իրանք անընդհատ նեղում էին, որ հարսի շորը ես հիմա առնելու եմ, հետո ինչ եմ անելու այդ շորը, պիտի տանեմ, կախեմ, դնեմ շկաֆիս մեջ, պիտի մնա այնտեղ, տարիներով էս հետո հետս մանտա, միշտ ես էդ էի լսում, չգիտեմ ինչի, ու ինձ մոտ ես սկսեցի ուսումնասիրել հարսի շորերի շուկան։ Եվ չգիտեմ ինչ պատճառով հասկացա, որ վարձույթով հարսի շորեր չկար Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում։ Եվ ես որոշել եմ, որպեսզի բացեմ մի խանութ սրահ, որտեղ բացի հարսի շորը գնելուց կարող են նաև վարձույթով վերցնել հարսի շորերը։ Ես հեշտացրել եմ մեր հարսիկների գործը։ Իսկ ինչի Հայաստանում չես կազմակերպում քո համերգները։ Ես ինչքան ընկերներ ունեմ, բարի ղեկավարներ, բոլորն էլ իմ ընկերներն են, բոլոր այդ պարախմբերի, ստուդիոների հետ։ Բոլորն էլ եղել են հերթով Հայաստանում, իսկ ինչու դուք չեք տանում ձեր խումբը։ Ես շատ կուզեմ իմ հայրենիքում, իմ հայր հողում եւ վստահ եմ, որ բոլոր իմ սաները եւ ծնողները եւս կուզեն։ Այդ ապագա ծրագրի մեջ դա անպայման մտնում։ Հետո ես երեխաների հետ այնքան եմ խոսում Հայաստանից, Երևանից, այս իմ փոքրիկ Երևանի ներկայացումից այնքան էինք խոսել, պատմել եմ, այնքան էմոցիաներ եմ տվել Հայաստանի եւ Երևանի մասին, որ շատ ու շատ երեխաներ այս տարի առաջին անգամ գնացել էին ամռանը արձակուրդներին Հայաստան։
Ես միշտ եմ մտածում այդ ուղղությամբ, ուղղակի ես չգիտեմ դա ոնց են սկսում, ես պետք է իմ գոլեգաներին, իմ ընկերներին միանալ։ Շփվում ես իսկ ղեկավարների հետ բարային խմբերի բան։ Այո, իհարկե։ Քո ամուսինը իմ ընկերը շատ տաղանդավոր մարդ է։ Ես այդքան հումորիստներ կան, ես իր հումորը մի քիչ առանձնացնում, որովհետև յուրահատուկ ինքը ոչ ունի։ Ինտելեկտուալ հումոր։ Հա, ասում եմ, ու հիմա ձեր տղան, մինուճար տղան, ավելի քո գեներով է, թե Վահագի։ Չէ, ոչ մեկիս։ Ինքը առանձին։ Կապ չունի։ Ոչ մի բանի հետ։ Ինքը ընդհանրապես ոչ իմ հետ կապ ունի, ոչ Վահագի այն առումով, որ մեր մասնագիտությունները ընդհանրապես իրան հետաքրքիր չեն։ Ճիշտ է, բարի գնացել է, երբ փոքր էր, տենց 4-5-ից։ Հումորի էլ տանն է գնում։ Չէ, ստենդափ էլ արել է Վահագի հետ ստեղ, շատ իր մոտ հաջողվել էր, շատ հավես էր ստացվել, բայց ինքը որոշեց, որ ինքը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, իսկ հիմա նաև որոշել է, որ ինքը ուզում է դառնալ շեֆ խոհարար։ Շատ լավ է, բայց քանի որ իր մաման միշտ դիետայի վրա է, մամայի համար լավ չի։ Քո ամենաերջանիկ օրը ո՞րն է եղել կյանքում։ Երեխայի ծնունդը։ Դե այո, դա ամենաերջանիկ օրն է, բայց ես իրականում ինձ համարում եմ երջանիկ մարդ, որովհետև ես ծնվել եմ հրաշալի ընտանիքում, ունեմ հրաշալի ծնողներ, քույրիկ, ես ունեմ լավ ամուսին, ես ունեմ լավ զավակ, ես ունեմ սիրված աշխատանք, սիրված մասնագիտություն եւ ես կարողանում եմ լավ ընկերներով եւ ես կարողանում եմ փոքրիկ ինչ-որ մի բանից ուրախանալ։ Կարծում եմ, որ հենց դա է մարդու երջանկության գաղտնիքը, որովհետեւ ես ունեմ շատ ծանոթ մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ, բայց իրանք միևնույն է չեն կարողանում ուրախանալ իրանց ունեցածով։ Ես ուրախանում եմ այն հենց դա էլ քեզ օգնում է, որ հաջողություններ ես ունենում։ Ընդհանրապես ձեր ընտանիքին օգնում որ հաջողություններ եք ունենում, շատ լավ է։ Իրան ջան, մի հարց էլ տամ էլի։ Երեք ինչ թանկ բան ունես, որ երբեք ոչ մի բանի հետ չես փոխի։ Երեք ինչ թանկ բան, շոշափելի։ Թանկ բան էլ է, հայրենիքը, ես չգիտեմ, այդ ասեցիր մասնագիտություն, բանը քո սիրած գործի, բայց ինչ թանկ ոչ մի բան հետ չես փոխի երբեք։ Երեք թանկ բան։ Դա իմ ծնողներն ու իմ ընտանիքն է։ Այդ ամենի մեջ ծնողներս են, իմ ընտանիքն է, իմ զավակն է, մեկ։ Մեկն է քաշում։ Գիտես, անեկդոտը գիտես։ Ոսկե ցկնիկը բռնում, ապարանցին ոսկե ցկնիկը բռնում, ասում է երեք ցանկություն ասավ, ասում է լավ տուն եմ ուզում, լավ ավտո եմ ուզում, լավ փող եմ ուզում, բան, էս մեկ։ Հետո ուզում եմ այդ մեկ։ Երկրորդը ես հայ եմ, ինձ համար դա շատ թանկ է եւ ես դա ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Իսկ երրորդը շնորհակալ եմ եւ նախանց չեմ։ Էդ էլ է շատ թանկ ինձ համար, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Իհարկե։ Չգիտեմ, գուցե ինչ որ անկապ բաներ եմ ասում։ Նախանցել է, չգիտեմ, մարդու նախանցել է կամ չգիտեմ, ո՞տ կամենալ, այդ ազդում է, գիտես, այդ նախանցողի այդ առողջության վրա, իր վրա ազդում է դա։ Ես միշտ դա ասում եմ, նախանց մարդիկ երբեք առաջ չեն գնում, որովհետեւ իրանք միշտ նախանձելու առիթ ունեն։ Իրանք միշտ նայում են կողք տեսնում են մեկ ինչ որ բան արեց, всё, ինքը դրանից ոչ առաջ է կարողանում գնա, ոչ մի բան, ինքը միայն իրան է վնասում։ Իրանք շատ եմ ցավում, բայց ավարտվեց ցավոքներ։ Իսկապես։ Հա, ավարտվեց մեր զրույցը։ Ես կարծում եմ մենք մի անգամ էլ պետք է հանդիպենք, որովհետև շատ կարճ էր։ Էլի բան ունես ասելու, ասա։ Չէ, էլի քո այդ աշխատանքի հետ կապված։ Չէ, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք։ Մենք բոլորն էլ իմանանք, մենք էլ ուրախանանք, որ լավ բան է ստեղծում։ Դե ես մնում հրաժեշտ եմ, քեզ շնորհակալություն հայտնեմ ցանկանալ սրտած, որ անպայման Հայաստանում քո մենահամեր կլինի քո ստուդիոյի հետ։ Ստեղ ինչ նպատակներ ունես, թող իրանց նպատակին հասնեն, ի կատարածվեն։ Շնորհակալ եմ։ Եվ դուք էլ ընտանիքով առողջ լինեք, ոնց որ կա երջանիկ, տենց էլ մնաք։ Եվ մենք համագործակցում ենք Kenneth Village ծաղկի խանութ սրահի հետ, այսօր նրանց կողմից ու մեր կողմից։ Ուզում եմ մի համեստ ծաղկեփունջ քեզ նվիրել հիշատակ այսօր։ Օ, շնորհակալ եմ։ Ես Աշոտ Ղազարյանից այսօր ստանում եմ ծաղկեփունջ։ Գեղեցիկ է։ Այո, շատ։ Շատ շնորհակալ եմ, շատ նորաձև է, որովհետև այս ձևը համարվում է մոդայիկ։
Այո։ Դե միշտ հանդիպում։ Հաջողություն շնորհակալություն։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, ահա մեր հաղորդման վերջին խոսքերը, ավարտական խոսքերը։ Ասում եմ, լավություն անելը թրջուններին կերակրելու նման մի բան է։ Ինչքան շատ ես կերակրում, այնքան շատ են ծրտում քո գլխին։ Այսքան բան, բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։ Հարևան ջան, լսել եմ տղա թորնիկ ես ունեցել։ Վայ երեն ջան, տղա թորնիկ, էնելիշ տղա։ Անունը ինչ եք դրել։ Անունը դրել եմ մի պատիվ մեր առաջի տիեզերագնացի։ Յուրիկ։ Գագարիկ։ Գագարիկ։